Բարևի մանուշիկներին, այսօր ես պատրաստել եմ հեքիաթ Գիբիոնը և անտառային դպրոցը։ Ժուկով ժամանակով Գիբրոն անունով մի կապիկ էր ապրում։ Գիբրոնի տունը Աֆրիկայի անտառներից մեկում էր։ Նա ամեն օր զվարճալի խաղեր էր խաղում իր ընկերների հետ, բայց Գիբրոնի ու ընկերների համար խաղալն այլևս հետաքրքիր չէր։ Գիբրոնը երկար մտածեց և որոշեց ընկերներին առաջարկել միասին դպրոց կառուցել։ Նրա ընկերներին այդ միտքը դուր եկավ։ Գիբրոնը և ընկերները անտառի բնակիչներին տեղեկացրեցին և խնդրեցին օգնել։ Բոլորը գործի անցան։ Շները իրենց խմբով քար բերեցին, կապիկները ծառերից ճյուղեր հավաքեցին, նապաստակները գետափից ավազ բերեցին, իսկ զեբրերն էլ դույլերով ջուր էին կրում։ Ամեն ինչ պատրաստ էր, մնում էր սկսել շինարարությունը։ Օգնության եկավ անտառի գլխավոր շինարար Արջը։ Նա իր խմբով սկսեց կառուցել անտառի դպրոցը։ Անցավ մի քանի օր և դպրոցն արդեն պատրաստ էր։ Անտառի իմաստուն բուն էլ դարձավ դպրոցի առաջին ուսուցիչը։ Այսուհետ Գիբրոնը և անտառի մյուս բնակիչները ամեն օր հաճախում էին դպրոց և նոր գիտելիքներ ստանում։ Մի անգամ հարևան անտառներից մի գայլ որս անելու համար եկավ Գիբրոնենց անտառ։ Նա երկար փնտրեց և ոչ մի կենդանի չգտավ։ Զարմացած ու սոված գայլը գնաց իր վաղեմի բարեկամ աղվեսի տուն, որն էլ նրան պատմեց անտառային դպրոցի մասին։ Գայլը հասկացավ, թե ինչու ոչ մի կենդանի չտեսավ։ Փաստորեն բոլորը դպրոցում են լինում։ Գայլն ու աղվեսը շատ զայրացած էին և որոշեցին գողանալ ուսուցիչ ընկերուհին և այդպես էլ արեցին։ Հաջորդ օրը կենդանիները գնացին դպրոց և տեսան, որ իրենց սիրելի ուսուցիչը չկա։ Նրանք շատ զարմացան, որովհետև ընկերուհուն երբեք չէր բացակայել դասերից։ Հանկարծ Գիբրոնը նկատեց, որ գետնին ընկերուհի փետուրներից և հասկացավ, որ նրան գողացել են։ Նա մտածեց և որոշեց հետքեր փնտրել։ Գիբրոնը տեսավ, որ քիչ հեռու էլի փետուրներ կան, և նա հասկացավ, որ ընկերուհուն նշան է թողել և գնաց փետուրների հետքերով։ Հասնելով անտառի խորքը, Գիբրոնը տեսավ, որ աղվեսն ու գայլը բույն ստիպում են փակել դպրոցը, որպեսզի ավելի հեշտությամբ որս անեն։ Գիբրոնը արագ կողմնորոշվեց և բույսերի արմատներից մի ցանց գործեց։ Նա բարձրացավ ծառի վրա և ցանցը նետեց ներքև։ Գայլն ու աղվեսը խճճվեցին, իսկ ընկերուհուն ազատվեց։ Բոլոր կենդանիները հավաքվեցին, աղվեսին ու գայլին քշեցին անտառից և անցան իրենց նախկին կյանքին։ Դե սիրելիներս, այսօրվա համար այսքանը, մի հետաքրքիր պատմություն կենդանիների և անտառային կյանքից։ Ես կցանկանայի իմանալ, ինչ ավելի շատ կհետաքրքրի ձեզ լսել և շարունակեմ ձեզ համար հետաքրքիր պատմություններ, բանաստեղծություններ, երաժշտություններ, առարկաներ, կենդանիներ։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք այն։